Գյումրիում կարկուտի պատճառով հեղեղումներ են առաջացել, ջրատարերի խցանման հետևանքով անձրևաջրերը լցվել են փողոցներ։ Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. այս կարգի գիշերային կարկտի, որ նոր տեղաց Գյումրիում երբեք ականատես չեմ եղել։ Արթուր Օսիպյանն ազատ է արձակվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից եւ պատրաստում է զրպարտության համար դատի տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Օսիպյանը պահանջում է հրապարակային հերքում այն մեղադրանքների համար, որոնք վարչապետը հնչեցրել էր մայիսի 18-ին տեղի ունեցած հանրային վեճի ժամանակ։ Միջադեպը սկսվել էր քարոզարշավի ընթացքում, երբ ակտիվիստը սուր հարցեր էր ուղղել Փաշինյանին կոռուպցիայի եւ Արցախի հարցով կուլիսային բանակցությունների վերաբերյալ։ Երկրի ղեկավարը հակադարձել էր վիրավորական բառապաշարով ու թշնամական թեզեր տարածելու մեղադրանքներով, ինչին հաջորդել էր Օսիպյանի ձերբակալությունն ու տևական հացադուլը։ Ազատ արձակված ակտիվիստի պնդմամբ իրեն կալանավորել են բացառապես անհերքելի փաստեր հնչեցնելու եւ Փաշինյանին հունից հանելու պատճառով։ Օսիպյանը նաեւ ուշադրություն է հրավիրել բանտային անմարդկային կենցաղային պայմաններին, որոնք վատթարացրել են իր առողջական վիճակը։ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Թրամփը հայտարարել է, որ հպարտ է սատարել Փաշինյանի վերընտրվելուն եւ լիահույս է երկրի ապագայի հաջողությունների հարցում։ Մեր քաղաքացուն այդպես է չթողեցին, որ իր կամքը արտահայտվի, որովհետեւ եթե այս ծավալի միջամտություններ չլինեն, պատկերը սա չէր լինելու։ Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ խախտումներն ու համակարգային ճնշումները ուղղակիորեն ազդել են նախնական արդյունքների վրա, հայտարարել է Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։ Նրա խոսքով ընտրական գործընթացը ուղեկցվել է ոչ միայն ընտրատեղամասերում արձանագրված խախտումներով, այլև նախընտրական փուլում իրականացված հետապնդումներով։ Մելոյանը ուշադրություն է հրավիրել անվավեր քվեաթերթիկների աննախադեպ մեծ թվի վրա, ինչը նրա գնահատմամբ ազդել է մանդատների բաշխման վրա։ Գոհար Մելոյանի պնդմամբ ընտրություններին նախորդած ժամանակահատվածում դաշինքի համակիրների ու թեկնածուների նկատմամբ կիրառվել են վարչական ճնշումներ եւ իրականացվել են ձերբակալություններ, ինչը նպատակ է ունեցել կաթվածահար անել իրենց ստեղծած վերահսկողական համակարգը, որում ընդգրկված մարդիկ պետք է ընտրությունների ժամանակ թույլ չտային ընտրախախտումներ իրականացնել։ Մեր քաղաքական ուժից մոտ տավորապես 700-ին հասնող մարդ է ձերբակալվել, կալանավորվել, այդ թվում օրինակ տարեց կանայք, ովքեր ընդամենը եկել եւ գրանցվել էին որպես Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, մարդկանց առավոտյան մտնում են տներ, բերման էին ենթարկում, բացառապես ահաբեկելու նպատակով, տանում հարցաքննում են եւ այնուհետեւ բաց են թողում։ Բազմաթիվ դեպքեր ունեն գրանցված, որ իրավապահ մարմինների կողմից նոր կարմիր գիծ հատվեց, երբ մարդիկ ձերբակալվում, բերման էին ենթարկվում եւ մարդկանց մոտ ժամեր շարունակ թույլ չէին տալիս փաստաբանի մուտքը։ Անդրադառնալով հետընտրական հնարավոր քայլերին, մասնավորապես մանդատները վերցնել չվերցնելու հարցին, Մելոյանը ընդգծել է, որ վերջնական որոշում կկայացվի միայն ընտրական գործընթացի ամբողջական ամփոփումից եւ աջակիցների հետ խորհրդակցություններից հետո։ Մենք պետք է հասկանանք, ինչքան քվե ունենք, ժողովուրդը մեզ ինչ է պատվիրակել, ինչ է լիազորել, մենք նաեւ նախատեսում ենք հաշվի առնել հենց մեր աջակիցների ցանկությունը ու կարծիքը մեր վերջնական որոշման հարցում, որովհետեւ ի վերջո սա պատասխանատվություն է առաջին հերթին։ Իրանի դեմ ռազմական հարվածներն արդեն սկսվել են, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է հարձակման մասին լուրերը։ Իրանի պետական հեռուստատեսության եւ ռադիոհեռարձակման ընկերությունը հայտնել է, որ իրանական Բանդար Աբաս քաղաքում լսվել են պայթյունի ձայներ։ Տեսանյութում երևում են Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի կործանիչները, որոնք թռչում են Թեհրանի վրայով։ Այս հարվածներն իրականացվում են Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի, բայց դրանք կարող են հանգեցնել ռազմական հակամարտության սրման, գրել է Axios-ը։ Բոլոր հարձակման ենթարկված թիրախները գտնվում են Իրանի հարավում եւ ներառում են հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադարներ եւ անօդաջու թռչող սարքերի կառավարման ստորաբաժանումներ։ Իրանական կողմը պատասխան հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում գտնվող ամերիկյան Ալ-Հարիր ռազմաբազային։ Իրանական Մեհեր լրատվական գործակալությունը հաղորդել է իրանական ուժերի եւ ԱՄՆ զինված ուժերի միջև անգամ ծովում փոխհրաձգության մասին։ The New York Times-ն էլ հոդված է հրապարակել գրելով, որ ԱՄՆ-Իրան բանակցություններում դիվանագիտական առաջընթացի հեռանկարները ել ավելի մշուշոտ են դարձել, երբ Կատարի միջնորդական խումբը չորեքշաբթի երեկոյան լքել է Թեհրանը, առանց որևէ առաջընթացի հասնելու։
Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցում ամերիկյան ուղղաթիռի կործանումից հետո հրամայել է թիրախային հարվածներ հասցնել իրանական ռազմական օբյեկտներին։ Վաշինգտոնն այս գործողությունը որակել է որպես վիրաբուժական միջամտություն, նպատակ ունենալով ոչնչացնել ռադիոռադար համակարգերը առանց մարդկային զոհերի։ Ռազմական ուժի կիրառման իրական դրդապատճառը Թեհրանի երկշաբաթյա լռությունն ու նրա միջուկային համաձայնագրի շուրջ Վաշինգտոնի առաջարկներին չարձագանքելն է։ Թեև Կատարի միջնորդները Թեհրանում փորձում են հարթել տարաձայնությունները, Թրամփն արդեն հասցրել է մեղադրել Իրանի ղեկավարությանը ժամանակ շահելու եւ Միացյալ Նահանգներին մոլորեցնելու համար։ Իրավիճակն էլ ավելի է բարդացել Իսրայելի եւ Իրանի միջև վերջին ռազմական բախման պատճառով, ինչը կողմերին ստիպել է վերանայել իրենց զիջումների սահմանը։ Սպիտակ տան այս կոշտ ռետորաբանությունը վկայում է Թրամփի համբերության սպառման մասին, թեև պաշտոնական մակարդակով գործարքի հնարավորությունը դեռևս բաց է մնում։ Այսպիսով ուժային ցուցադրությունը թերևս վերջին փորձն է վերականգնելու ամերիկյան կողմի ազդեցությունը մի գործընթացում, որտեղ Թեհրանը սկսել է իրեն թելադրողի դերում զգալ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը Օմանի ծոցում բարձր ճշգրտության զինամթերքով խոցել եւ ճարքից հանել է նավթային լցանավ։ Վաշինգտոնը պնդում է, թե Պալաուի դրոշով ընթացող նավը խախտել է սահմանափակումները եւ փորձել է Իրանից նավթ դուրս բերել։ Ապրիլի 13-ից մեկնարկած այս ծովային շրջափակման ընթացքում սա արդեն 8-րդ նմանատիպ դեպքն է, երբ ամերիկացի զինվորականները ուժ են կիրառում։ Զինված բախումների ֆոնին Դոնալդ Թրամփը անսպասելիորեն հայտարարել է Թեհրանին ժամանակավոր շունչ քաշելու հնարավորություն տալու մասին։ ԱՄՆ առաջնորդի խոսքով այդ զիջումն արվել է Պակիստանի ղեկավարության խնդրանքով, որն այժմ ակտիվ միջնորդություն է իրականացնում կողմերի միջև։ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս կալանք դնել արտերկրում բնակվող քաղաքացիների գույքի վրա։ Պատժամիջոցը կիրառվելու է Ռուսաստանի շահերի դեմ ուղղված վարչական իրավախախտումների համար։ Ցանկում ներառվել են զինված ուժերը վարկաբեկող գործողությունները եւ պետական մարմիններին վիրավորելու դեպքերը։ Պատասխանատվություն է սահմանվել նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հրապարակային կոչերի համար։ Այսուհետ իշխանությունները կարող են տնօրինել անձի գույքը, անկախ նրա փաստացի գտնվելու վայրից։ Փաստաթղթով ընդլայնվել է նաեւ հոդվածների շրջանակը, որոնցով արտերկրում գտնվող ռուսաստանցիները կարող են ենթարկվել տուգանքների։ Այս նախաձեռնությունը դիտվում է որպես լրացուցիչ լծակ երկիրը լքած այլախոհների նկատմամբ ճնշումները մեծացնելու համար։ Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան եւ եւս 4 պետություն նոր պատժամիջոցներ են սահմանել Հորդանան գետի արևմտյան ափի հրեական բնակավայրերի ֆինանսավորողների եւ ծայրահեղական նախարարների դեմ։ Սահմանափակումները թիրախավորել են մասնավորապես Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչին ու ազգային անվտանգության նախարար Իտամար Բենգվիրին։ Այս քայլը պաշտոնապես ներկայացվում է որպես պայքար բռնության դեմ, սակայն իրականում այն նպատակ ունի լրացնել արևմուտքի ասեին հնչող հանրային քննադատությունը։ Փորձագետների համոզմամբ առանձին անհատների պատժելը սոսկ շղարժ է, որը թույլ է տալիս խուսափել Իսրայելի կառավարության դեմ պետական մակարդակով պատասխանատվություն սահմանելուց։ Արևմտյան տերությունները մի կողմից սահմանափակումներ են կիրառում, սակայն մյուս կողմից շարունակում են զենք մատակարարել Իսրայելին եւ ներկրել ապօրինի բնակավայրերում արտադրված ապրանքներ։